Հրապարակը գրում է իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանի սպանության 1 վարկածե քննարկում փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել եւ 3 ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ ՔՊԱ-կան Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին Նարեկ Օհանյանը, այսինքն այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ։ Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, սակայն կասկածյալների կլանը պարզվում է սերտ կապերի մեջ եղել թե իշխանական, թե քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում լուսանկարը, որը տրամադրել են թերթին։ Նկարում ՔՊԱ-կան հանրահայտ Հայկ Սարգսյանն է, Ռուստամ Ստեփանյանի Չախ Ռուստամի եւ Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ, գրում է թերթը։ Փաստում կարդում ենք, վերջերս Փաշինյանը կրկին պարծենում էր, թե Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտները կայացած են, մասնավորապես կրկնում էր թեզը, թե իբր ընտրությունները Հայաստանում չեն կեղծվում, իսկ ինչ կա այնտեղ կեղծելու, երբ կարելի է գործել թավշյա հեղափոխության վճռականությամբ, ուղղակի ճնշելով իշխանության համար ոչ ցանկալի թեկնածուներին ու բանտ ուղարկելով նրանց հարազատներին։ Հայաստանի բանտերը լեփլեցուն են նախաքննական կարգով կալանավորված մարդկանցով։ Այս իշխանությունը փաստացի նրանց պատանդ է վերցնում, նույնիսկ բանանային հանրապետությունները միշտ չէ, որ դիմում են նման մեթոդների, ինչպես Փաշինյանի ժամանակ գովաբանված չակերտավոր Ժողբաստիոնում, եթե թեկնածուն չնայած շանտաժին մասնակցում է ընտրություններին ու հաղթում, իշխանությունը շարունակում է ճնշումները կամ նոր ընտրություններ են նշանակում, ինչպես օրինակ Վեդիում, կամ ընդդիմադիրներին բանտ են նետում, ինչպես եղավ Վանաձորում, կամ էլ գործ են հարուցում նրանց հարազատների դեմ, ինչպես Գյումրու դեպքում։ Այս ամենը երկրում ստեղծված չարության, ատելության մթնոլորտի հետևանք է, երբ իրավական ամբողջ համակարգը զբաղված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելով եւ ընդդիմադիրներին պատերին ծեփելով, ու պատահական չէ շատերի համոզմամբ այս ամենի հետևանքը այն, ինչ եղավ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանի հետ, գրում է թերթը։ Հրապարակը գրում է, որոշ տեղեկություններով ՔՊ խմբակցության մոտ 4 տասնյակից ավելի падգամավոր վերջին ամիսներին հատուկ սարքեր է ձեռք բերել, որը թույլ չի տալիս, որ գաղտնալսեն մարդկանց։ Ինչպես հայտնի է, գաղտնալսումներն արվում են հիմնականում հեռախոսների միջոցով, ընդ որում պարտադիր չէ, որ մարդը դրանով խոսելիս լինի։ Սմարթֆոնն անգամ պասիվ վիճակում կարող է գաղտնալսելու գործիք դառնալ։ Հիմա կարկառուն ՔՊԱ-կանների աշխատասենյակների որևէ անկյունում այդ արկղերը դրված են, երբ ՔՊԱ-կաններն իրենց աշխատասենյակներում ուզում են զրուցել որևէ մեկի հետ կամ հյուր են ընդունում, հեռախոսները դնում են արկղի մեջ։ Այն թույլ է տալիս, որ հեռախոսը միշտ հասանելի մնա, մուտքային զանգեր գան, բայց արգելում է որոշ ֆունկցիաներ, որոնց միջոցով հնարավոր է գաղտնալսել մարդկանց։ Այդ սարքերն արժեն 300-ից 400 հազար դրամ։ Սա վկայում է այն վախի ու ստալինյան մթնոլորտի մասին, որ ստեղծվել է ՔՊ-ում, որի զոհն արդեն ՔՊԱ-կաններն են դարձել։ Սա Նիկոլ Փաշինյանի ժողովրդավար երկիրն է։ Ժողովրդի տեղեկություններով ՔՊ վերնախավում դեռ թեժ քննարկում է ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների հետ կապված ըստ նույն աղբյուրի շատ ՔՊԱ-կաններ, ովքեր կարծել են, թե արդեն լիդերներ են, իրենց խոսքը կուսակցությունում լսելի է, տհաճ իրավիճակում են հայտնվել։ Նախ թեժ քննարկվել է նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանի ձայների հարցը, որը Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդն է։ Մինչդեռ նրան ժամանակին լուրջ չէին վերաբերում, կարճ ասած, Փաշինյանից հետո կուսակցություն Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են ամենաշատ ձայները հավաքել։ Երևույթ, որը սառը ցնցուղ է եղել բոլոր նրանց համար, ովքեր իրենց թիմի լիդեր էին համարում։ Հաջորդը ԱԺ падգամավոր Արմեն Խաչատրյանի վարչության անդամ դառնալու հարցն է, որը տևական ժամանակ քննարկվում էր։ Խաչատրյանի ընտրությունն անակնկալ է եղել ՔՊԱ-կանների համար, քանի որ Սյունեցի падգամավորը համարվում է Անդրանիկ Քոչարյանի աչքն ու ականջը եւ կուսակիցները զարմացած են, բայց եղած է նոր վարչությունը 2 անգամ արված երրորդյա հաշվարկով վերջապես ձևավորվել է, գրում է թերթը։